քննության է ենթարկել քրեական գործնես մեղադրանքի Սամսոն Սարգսի Խաչատրյանի հայ-քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասը։ Ազգանուն հայրամն եք, ասեք։ Սամսոն Սարգսի Խաչատրյանի։ Ծննդյան օրը, ամիսը եւ տարեթիվը։ Թվական 2 փետրվար։ Որտեղ եք ծնվել։ Վանաձոր քաղաքում։ Ազգությամբ հայ։ Քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետության։ Մի բան ոչ մի բան չունեմ, տուն տեղ չունեմ, ոչինչ չունեմ։ Քաղաքացիությունը, Որտեղ չգիտեմ ցավոք բանը։ Սերյոնի հրաձայնը, ամբողջ աշխարհում եք հրաձայնը, թավարաշրջիկ եմ։ Լավ։ Անձնագիր ունեք Հայաստանի Հանրապետության։ Գործել եմ դեռ գործ։ Դա էլ եք գործել։ Լավ։ Ես ուզում եմ որ արդար դարձ լինի, ուզում եմ որ Հայաստանի դատարանները նայեցնեն նմանվի ինձ երկրի դատարանները։ Ես այդ ծելի բան։ Սամսոն Խաչատրյան։ Դա իր սուրբ պարտականությունն է, որի համար ես երդվել եմ։ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է 2011 թվականի մարտի 13-ին։ 2011 թվականի մարտի 15-ին քննիչը Սամսոն Խաչատրյանին մեղադրանքի առաջադրել քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով այն բանի համար, որ նա 2011 թվականի մարտի 1-ին ժամը 18-ի սահմաններում Երևան քաղաքի Մաշտոց Կորին փողոցների խաչմերուկում Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմակերպված ծրագրերին մասնակցող գործող ինքնությունները չպարզված անձանց հետ հակել են Մաշտոցի պողոտայի եւ Տևեկելի հատվածը, որից հետո չենթարկվելով իրենց ծառայական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության Երևանու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միրան Քեշիշյանի, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Լևոն Խաչատրյանի, նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Կարեն Սարգսյանի եւ Ռոման Կիրակոսյանի օրինական պահանջներին, այն է ազատել ճանապարհի եւ Տևեկելի հատվածը, սկսել են անհիմն վիճաբանել Քեշիշյանի, Խաչատրյանի, Կիրակոսյանի, Սարգսյանի հետ եւ նրանց առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Խաչատրյանը ձեռքով հարվածել է Սարգսյանին եւ Քեշիշյանին, վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք դեմքի աջ կեսի շրջանի քերծվածքի ձևով, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում։ Պաշտպանական կողմը 2011 թվականի մարտի 15-ի որոշմամբ հաստատված հանգամանքները եւ դատարանի մտավախությունները կասկածի տակ չդնելով գտնում է, որ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանու միջոց ընտրված կալանավորումը անհրաժեշտ է վերացնել, ուստի այն պետք է փոխվի ավելի մեծ տեսակի խափանման միջոցով, իսկ այս միջնորդությունը մերժվելու դեպքում կալանավորումը պետք է փոխարինվի գրավով հետեւյալ պատճառաբանությամբ։ Ինչպես նշվեց, Սամսոն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանու միջոց կալանավորում ընտրելու մասին որոշմամբ դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկածը, որ եւ հաշվի առնելով պաշտպանյալից վերագրվող արարքի բնույթն ու ծանրության աստիճանը հանգել է հետեւության, որ առկա է թաքնվելու հավանականությունը։ Ինչպես երևում է քրեական գործի նյութերից, Սամսոն Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու մտավախությունը հիմնավորող եւ ոչ մի նյութ քրեական գործով ձեռք չի բերվել։ Իսկ դատարանի նման մտավախությունները պայմանավորված են եղել բացառապես պաշտպանյալից վերագրված հանցագործության համար նախատեսված պատժի խստությամբ։ Պաշտպանյալից նկատմամբ որպես խափանու միջոց կալանավորումը ընտրելու դատավարության ժամանակ քննարկման առարկա չեն դարձել այնպիսի հանգամանքներ, որոնք իրական նշանակություն ունեն խափանու միջոցի տեսակ ընտրելու համար քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի 3-րդ մասում թվացած հանգամանքներից գրեթե ոչ մեկը։ Այդ թվում Սամսոն Խաչատրյանի անձը բնութագրող հանգամանքները, պաշտպանյալս հանրաճանաչ բռնցքամարտիկ է, մասնակցել է Արցախյան պատերազմին, հանդիսացել է Սամսոն ջոկատի հրամանատար, մեծ հարգանք է վայելում լայն հասարակության մեջ։ Ավելին, մի շարք ազգային ժողովի պատգամավորներ ճանաչելով Սամսոն Խաչատրյանին երաշխավորում է նրա պատշաճ վարքագիծը։ Բացի այդ, Սամսոն Խաչատրյանը վատառողջ է, սիրտը վիրահատվել է, քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում առողջական վիճակը բազմիցս վատացել է, այսինքն անազատության մեջ գտնվելու հանգամանքը խիստ բացասական է ազդում նրա առողջական վիճակի վրա, ինչպես նաև այն, որ նա ունի մշտական բնակության վայր։ Գտնում եմ, որ վերը նշված հանգամանքները իրենց համակցությամբ վկայում են այն մասին, որ ներկա պահին Սամսոն Խաչատրյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է, ուստի խնդրում դատարանին վերացնել կամ փոփոխել նրա նկատմամբ ընտրված խափանու միջոցը։ Ձեր կարծիքը ներկայացված միջնորդության վերաբերյալ միջնորդության դեմ
Ալով վազման նախինում համասկարյալի նժատման համասկարյալի ինքերը տեղորոշ չեն վերապերացել։ Հետևապես ավրակումով Դուք դժող ձեր կարծիքը։ Դուք նույնպես իրավունք ունեք դատական նիստում կարծիք հայտնել յուրաքանչյուր միջնորդության վերաբերյալ։ Դուք լսեցիք թե ինչպիսի միջնորդություն հանդես եկել ձեր կարծիքը։ Ունեք կարծիք։ Ոչ, չունեք կարծիք։ Դուք չունեք կարծիք։ Բարի։ Երևան քաղաքի կենտրոն և նորմալ վարչական շրջանների ընդհանուր երաժշտության առաջացելու դատարանը նախագահ դատավորում է Պապերան քարտուղարության Հրավետյանի քննելով ԵԿՏ Դրոպ 0061-01-11 իրական գործով ամբաստոնար Սամսոն Սարգսի Խաչատրյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը Սամսոն Սարգսի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խախտման միջոց կալանավորումը վերահսկելու, փոխանցելու կամ գրավոր փոխանցելու մասին որոշեց։ Պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը ամբաստոնար Սամսոն Սարգսի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խախտման միջոց կալանավորումը վերահսկելու, փոխանցելու կամ գրավոր փոխանցելու մասին մերժել։ Որոշումը կողոքարկվել է քրեական վերաբերյալ դատան հրապարակելու պայիս 10 ժամկետ։ Կողմերը խնդրում նստել փոխել։ Այդ ինչը որ մեղադրող դատախազի կողմից հրապարակվեց։ Այդ ձեզ մեղադրանքի էությունը ձեզ հասկանալի էր։ Հասկացաք ինչ էր։ Այո, ձեզ առաջ դրված մեղադրանքում դուք ձեզ մեղավոր ճանաչում եք, թե ոչ։ Ոնց կարելի է։ Չեք ճանաչում։ Արձանագրենք, որ ձեզ առաջ դրված մեղադրանքում դուք ձեզ լիովին մեղավոր չեք ճանաչում։ Աբսոլյուտно։ Դիրքորոշումը ճշգրտելու հետ կապ։ Բան ասեմ, եթե երեխեք են քաշքշում, ծեծը բան, այդ դատախազները դեռ քո երեխան դեռ դու գնալ, այսինքն ձեր երեխան այնտեղ չէր կարալ, ցավը տանը, այնտեղ սոված երեխեք են, գործազուրկների երեխեք են, այն ազատություն սիրող երեխեք են, մեկ էլ աշկի տաղաշտերն է, որ ամենանախուսով հայ ազգի բալեկին ծեծը են աշկի տաղաշ։ Կանխել են դրանց իմ վրա են թափել։ Արնոտացից տարերս կորումով, այգել է մեկենից կպուր են տաղել, ես երկրում են չոցատքոր գերեզմանոց, հորոս գերեզմանոց սուր, իմ սրտությունն են կպել, մի հատ դաստիրաճարան կաշել եմ կանխել եմ մարդի մեկ երկրորդ չլի, ես ինչ բան են կանեմ, ես ինչ գիտայիտ ազոտական, ես ինչ բաներ եք անեմ, ես ինչ ծուսմունքներ եք տալի, անհարմարավ։ Ինչ տարբերություն, իմ երեխուն են խփել, ձեր երեխուն են խփել, կարելի է ես կանխել եմ մարդի մեկ եմ կանխել, որ երկրորդ մարդի մեկ չլի։ Դրա համար տանում են այսքան ժամանակ ես ինչի պետք է անդեր նստելի։ Գոնե խաղ բանանեն 4 թուրք են ծնգի, բեր ամբողջ աշխարհն ասածտրի, Ալբասյանյան մի ասա, Խաչատրյան ասա, եղբայր։ Այս մի բան ասեմ, ուսանող վերջացնեմ ես այդ որտեղ չեմ ուզում խոսամ, ցավոք տանեմ։ Ես ուրեմն Վենեսուելան այնտեղ մեծ մարդիկ էին տարիքով, ու գաղթական մեր հայերն էին, նույնը Շվեդիայում էլ Ուպսալա հայերն համայնքամից 76 թվականին մեծ մարդիկ պատմում, որ Թուրքիայում մինչև հիմա մեջս տպավորված այդ պարը այսօր ես նկատում որ Հայաստանում է։ Ես ինչ որտեղ լավ էր որ գնացի Բերդը տեսա, այնքան շինություն, այնքան անմեղ մարդիկ են նստած, այնքան ուրեմն ոնց է Թուրքիայում սկզբից երիտասարդության միլիցիային շինություն կողքցել։ Հետո այդ մարդկանց ասած եմ ասում հետո զենքի հավաքն են արել, մտավորականին գլխատել նոր ցեղասպանություն են սկսել։ Սա ահավոր նմանություն ակն այսօրվա վիճակը որ դերթերում է ձերիա։ Ես հեչ դեպուս գնամ 20 տարի նստեմ, բայց անոթ ամուսյալ մի հատ հասուց եկնդերի անմեղ մարդիկ դուրս կան։ Մեղք են, երիտասարդներին նստած, ազգի հերն եք անեցում։ Դուք կարում եք հերոս կդառնաք դու դատավոր, դատախազ, դուք էլ ցավը տանեմ, ձեր տանը իմ երեխեքի պես երեխեք մեծանան, ցավը տանեմ։ Որ երեխեք հետո անհարմար չկան, գլուխները չկա մանյան, անհարմար է, վերջ տվեք ես փոքր բաներին, անհարմար է, պետք է վերջո, այդ համերաշխության այդ բանը պետք է միտեղ գնա, թե չէ, անհարմար է, ես ինձ համար չեմ ասում, անկեղծ ես թեկուզ 20 տարի կնստեմ։ Ոչինչ չեմ արել, կներեք, ես էլ չեմ խոսում։